Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը նախօրեին մամուլի ասուլիս է տվել, անդրադառնալով բոլոր ոլորտներում իրականացված բարեփոխումներին եւ առաջիկա ծրագրերին։ Ուշագրավ է, որ ընտրությունների նախաշեմին Գեղարքունիքի մարզպետը հերթական անգամ ցուցադրել է իր նվիրվածությունն ու հավատարմությունը Նիկոլ Փաշինյանին։ Նա նաև խոստովանել է, որ իր աշխատասենյակի պատից կախված Փաշինյանի նկարը առանձնահատուկ է, քանի որ իր խոսքով ուրիշ տեղ այս նկարից չես տեսնի։ Հիշեցնենք, մի առիթով էլ նա հայտարարել էր. «Ես Գեղարքունիքի Նիկոլն եմ»։ Եթե նկարին նայեք, այս նկարից երևի թե ոչ մի տեղ չեք տեսնի։ Իմ ցանկությունն է, իմ ընտրած նկարն է եւ իմ ցանկությամբ եմ այստեղ պատին փակցրել վարչապետի նկարը։ Այնպես որ որևէ պարտադրանք կարող է շատ այլ պաշտոնյաների սենյակներ մտնել ու հասկանալ, որ այդպիսի պարտադրանք չկա։ Օրագիր Նյուզի թղթակիցը հարցադրումներ է արել մեր կայքում հրապարակված աղմկահարույց որոշ թեմաների առնչությամբ, որոնցից մեկը Գավառի դրամատիկական թատրոնի քաոսային վիճակն է։ Խոսելով թատրոնի ներկայիս տնօրենի գործունեության մասին, մարզպետն ասել է. Թատրոնի ներսում ռաբիզը որևէ ազդեցություն չի թողնում։ Ես վստահ եմ, որ դուք եք ռաբիզ լսում գոնե ինչ որ խնջույքների ժամանակ, գոնե ինչ որ խնջույքների ժամանակ։ Ես չեմ ուզում, որ այդպես տրամադրվեն։ Պարգևավճարների մասին խոսելիս էլ Սարգսյանը նշել է, թե որքան պարգևավճար է ստանում եւ ինչի վրա է ծախսում։ Իմ պարգևավճարը եղել է իմ աշխատավարձից, այսպես ասած, եռապատիկը։ Իմ աշխատավարձից եռապատիկը։ Ինձանից ձեր գործընկերներից մեկը ցանկություն հայտնեց, որ ես անպայման ասեմ, թե որտեղ եմ ծախսել։ Իհարկե դա կոռեկտ չեմ համարում, բայց ես պատասխանեցի նաև, որ որտեղ եմ ծախսել։ Ծախսել եմ աղջկաս ուսման վարձին եւ իմ ուսման վարձին այդ գումարները։ Հավելենք, որ մարզպետը անի մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ Սարգսյանը հարգանք չի վայելում աշխատավայրում։ Նրանից դժգոհ են ոչ միայն մարզպետը անի աշխատակիցները, այլ նաև մարզի բնակիչները։ Նշվում է, որ Կարեն Սարգսյանի վարկանիշը շատ ցածր է մարզում եւ նախընտրական փուլում ասուլիսը հրավիրելը միայն մեկ նպատակ ուներ, որպեսզի վարչապետը եւս մեկ անգամ համոզվի նրա հավատարմության մեջ։